Ըստ գրականության տվյալների, վաղաժամ սերմնաժայթման պատճառ կարող է լինել այո կինը։ Կրկնում եմ և ընդգծում ըստ գրականության տվյալների, որովհետև ես իրականության մեջ կարծում եմ մի անգամ եմ հանդիպել նմանատիպ դեպքի, շատ լավ հիշում եմ այդ կլինիկական դեպքը, տարիներ առաջ մի տղամարդ էր դիմել գանգատով, որ բժիշկի մոտ կա վաղաժամ սերմնաժայթման խնդիր, ինչպես կօգնեք ինձ, և մանրամասն անամնեզը և զրույցից ինչ պարզվեց, որ վաղաժամ սերմնաժայթման խնդիրը տվյալ տղամարդու մոտ կա միայն ընկերուհու պարագայում, իսկ տանը կնոջ հետ հարաբերությունների դեպքում չկա վաղաժամ սերմնաժայթման խնդիրը։ Մանրամասնելով այս կլինիկական դեպքը, ասեմ, որ տվյալ տղամարդու ընկերուհին իր վարքով շատ սեքսուալ և ամբռնազբոսիկ կին էր, պարզվեց, որ և երբ տղամարդը պատմում էր իրենց հանդիպման մանրամասնությունները, մեծ հաշվով ես մտածում եմ և հասկանում, որ տվյալ տղամարդու մոտ վաղաժամ սերմնաժայթման խնդիրը բացարձակապես կրում է իրավիճակային բնույթ։ Ես ժամանակի մեջ տեղավորվում եմ, մի փոքրիկ հատված կպատմեմ, ցիտում եմ այդ տղամարդու պատմությունը, իհարկե չնշելով ոչ անուն, ոչ բան, խնդրում չնեղանալ ոչ մեկը, պատմում էր, բժիշկ ջան, հենց որ հանդիպում ենք, գնում ենք այդ հյուրանոց կամ ինչ-որ միտեղ էին իրենք հանդիպում, դուռը փակում էր, բժիշկ ջան ասում է, շորերս վրայիցս պոկում էր, քաշում շալվարս հագիցս հանում էր, ասում է, այդ ընթացքում նաև ինքն էր հանում սենց իր ներքնաշորերը ճողում գցում էր են կողմ, ասում է, այդ տղամարդու մոտ այդ ընթացքում արդեն տեղի էր ունենում սերմնաժայթքումը, տխուր իրավիճակ է իհարկե, բայց դե հիմա իրականությունը դա է։ Իսկ այլ հանգամանքներում, երբ տվյալ տղամարդը ուղղակի գնում էր տուն իր կնոջ հետ հարաբերություններ, իր մոտ նորմալ հարաբերություն տևում էր 7-ից 10 րոպե, ոչ մի խնդիր չէր առաջանում։ Բայց մեր հայ իրականության մեջ իհարկե նման կանայք քիչ են հանդիպում եւ ընդհակառակը հանդիպում է սրածայրահեղության մյուս եզրը, որ կանանց սառը վերաբերմունքը չմասնակցելը սեռական հարաբերություններին ընդհակառակը բերում է տղամարդկանց մոտ էրեկցիայի խնդրի առաջացմանը, չգրգռվելուն եւ սեռական ակտի տևողության անիմաստ ձգձգմանը կամ սերմնաժայթման ռեֆլեքսին հասնելու անկարողությունը կամ դժվարությունը, այսպես ասված, այնպես որ լինում է նաև այդպես։